4 վարդապետներ դարձան եպիսկոպոսը, մեր եկեղեցու համար ինչ նշանակություն կունենա։ Նախ նկատենք, որ եկեղեցին ապրում է բավականին ծանր ժամանակներ, գաղտնիք չի, բոլորը դեռ տեսնում եք, եւ ես ինքս պետք է ասեմ, որ մեծ հուզմունքով եմ առնչվում վերաբերում այն իրադարձության, այն ծիսակատարությանը, որ այսօր դուք տեսաք, վերջին հաշվով գործ ունենք մի երևույթ հետ, որտեղ մեր բարձրաստիճան հոգևորականները նվիրված անդավաճան մնացին հայ եկեղեցուն եւ կոնկրետ այս 4 սրբազանները, որոնք մինչ այդ վարդապետ էին, իսկապես արժանի են եւ համոզված եմ իրանք էլ ավելի մեծ նվիրումով, էլ ավելի մեծ ջանքեր կգործադրեն, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ այս իրավիճակից էլ ավելի ամուր, էլ ավելի փորձված։ Պարոն Դանելյան, տեսեք, իշխանությունները եկեղեցու դեմ արշավ արդեն գործնական քայլերի են վերածում, անգամ ՔՊ-ի նախընտրական ծրագրում է տեղ գտել վեհափառ հայրապետին հանգստի կոչելու իրենց այդ արշավը։ Ինչ եք կարծում, ի վերջո մեր եկեղեցին այս ամենից պատվով դուրս կգա եւ արդյոք գերիների Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերը բարձրացնելը նշանակում է, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում։ Եկեղեցին բոլոր դեպքերում պատվով դուրս կգա անկախ ամեն ինչից, թեպետ իրենք եկեղեցու դեմ գործում են, պայքարում են ոչ քաղաքակիրթ, ոչ ժողովրդավարական մեթոդներով, բայց դա էլ հոգ չէ, դա էլ խնդիր չէ։ Ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցու մեղադրում են իբրև թե ոչ միայն քաղաքական հայտարարությունների մեջ, այլև այնպիսի հայտարարությունների մեջ, որոնք իբրև թե հակասում են իրենց որդեգրած քաղաքականությանը, քանի որ իբրև թե այս բոլոր թեզերը խոչընդոտում են այս կամ անկերպ խաղաղությանը, ապա պետք է ասեմ, որ գոնե վերջի օրերի զարգացումը ուղղակի փշրեց իրենց բոլոր մոտեցումները, կարծիքը, որովհետև շատ լավ գիտեք, որ Եվրոխորհրդարանի վեաժողով ընդունեց բանաձև, որտեղ հենց այդ թեզերը համարեց պարտադիր։ Անկախ Հայաստանի դիրքորոշումը, սա էլ է շատ հետաքրքիր, միջազգային կառույցը գտնում է, որ կան թեզեր, դիրքորոշումներ, որևէ պետության օգտին, եւ տվյալ պետության իշխանության դիրքորոշումը այս դեպքում կարևոր չէ։ Սա չգիտեմ, եթե մենք թարգմանենք, պետք է հասկանանք, որ միջազգային կառույցները եւս շատ լավ գիտակցում են, որ կարող են լինել իրավիճակներ, որ տվյալ երկրի իշխանությունը անգամ չի ձգտում իր շահերը հետևողականորեն պաշտպանելու, բայց միջազգային կառույցները ուղղակի հայտնվել են իրավիճակում, որ անկախ տվյալ պետության դիրքորոշումից իրենք փորձում են այդ պետության շահերը պաշտպանել։ 4 թեզեր, կարևոր թեզեր, ինչի մասին դուք երկուսին գոնե դուք անդրադարձաք, նախ իրենք գտնում են, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի այն բարբարոսությունների համար, որ իրականացրել է մեր սրբավայրերի, եկեղեցիների, մյուս պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։ Մյուս թեզը վերաբերում է արցախայցյան վերադարձին, արժանապատի վերադարձի միջազգային իրավունքներին համահունչ։ Մյուս խնդիրը գիտեք, որ վերաբերում է նաև հենց այն խնդրին, որ պետք է այս երկու երկրների միջև արժանապատիվ հարաբերություններ ձևավորվեն։ Եվ վերջին հաշվով նաև իրենք մեղադրում են հենց իշխանություններին այն քայլերի մեջ, որ ձեռնարկում են իրենք խուսափելով, այսպես կոչված տարածքային ամբողջականության հարցեր բարձրացնելուց։ Իրենք պահանջ են ներկայացրել Ադրբեջանին, որպեսզի վերականգնի տարածքային ամբողջականությունը, թեպետ ամեն անգամ, երբ մենք այդ խնդիրը դնում ենք, իրենք ասում են դա խաղաղության խոսույթ չէ։ Ստացվում է, որ Եվրոխորհրդարանի վեաժողովը նույնպես խաղաղության խոսույթով չի զբաղվում, բայց վերջին հաշվով խաղաղությունը չի լինում ապրիորի ցանկացած քաղաքականություն, հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա եւ գոնե այս դեպքում միջազգային կազմակերպությունը հարկադրված է եղել ուղղակի դեմ գնալ երկու պետությունների դիրքորոշումներին եւ հայտնել այնպիսի թեզեր, որոնք բխում են ուղղակի միջազգային պայմանագրերից։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը բավականին ցավոտ է ընդունել այս բանաձևը, նույնիսկ կոչ է անում դուրս գալ Եվրոխորհրդարանից, հոգ չէ, թող դուրս գան, դա իրենց խնդիրն է, բայց վերջին հաշվով մենք պետք է հասկանանք, որ եթե իրոք գնում են եվրոպական արժեքներ, խնդրեմ եվրոպական արժեքները գնահատեցին, թե ինչպես են իրենք պատկերացնում
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունները։ Հետևաբար ձեր հարցին վերադառնալով պետք է ասեմ, որ եկեղեցին որևէ արտառոց թես չի առաջարկել, դա ընդհանրապես համազգային նշանակություն ունեցող խնդիր է, որևէ կապ չունի քաղաքականության հետ եւ իրենց ուղղակի պատճառաբանությունները մեղմ ասած անհիմն են, եթե կարելի է այդպես արտահայտվել, թեպետ եթե հրապարակային խոսքերներ շատ ավելի համարժեք կարելի արտահայտվել, որ իբրև թե եկեղեցին նրանք ուղղակի արդարացնում են իրենց քայլերը, հակասահմանադրական քայլերը։ Հիմա իհարկե ուղղակի նկատել եք համատաբար պասիվ դիրք են, կեսվածք են ընդունել, բայց դա ընդհանրապես զուտ քաղաքական նկատառումներով։ Ինչ վերաբերում է հարցի ձեր երկրորդ մասին, իրենք են եկեղեցուն ներքաշել քաղաքականության մեջ։ Բոլոր այն խոտորյաններին, որ իրենք ներքաշել են իբրև թե բարենորոգման ծրագրերի մեջ, դա դասական իմաստով քաղաքականություն է։ Նաև շուտով տվյալներ կհաղորդվի եւ որը շատ լավ կիմանա, որ եթե քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր եղել են, ապա դա եղել է բացառապես իշխանության կողմից։ Եկեղեցին այդ խնդիրը չունի, եկեղեցին իր համոզմունքների մեջ էր, կրոնական հարթության մեջ է եւ բացարձակապես կարիք չունի ներքաշվելու քաղաքականության մեջ։